Բարև ձեզ, սարվա թեման է իմ զրուցակիցը դոկտոր Ահմադ Քազեմին է, Կովկասյան տարածաշրջանի հարցերի փորձագետ, Իրանի փոքրամասնությունների իրավունքների հետազոտության կենտրոնի ղեկավար եւ Բեհեշտի եւ Թեհրանի կենտրոնի համալսարանի դասախոս։ Բարև ձեզ, պարոն Քազեմի։ Սալամ ալեյքում։ Շնորհակալ ենք, որ հյուրընկալվել ենք ձեր մոտ։ Պարոն Քազեմի, առաջին հարցս վերաբերելու է տարածաշրջանային զարգացումներին 44-օրյա պատերազմից հետո եւ ընդհանուր աշխարհում տեղի ունեցող փոփոխություններից հետո տարածաշրջանում նոր մարտահրավերներ են առաջ եկել։ Ես կխնդրեի նախ ձեր տեսանկյունից մեկնաբանեք, թե այդ մարտահրավերները որքանով են անհանգստացնում թե Իրանին, թե նաեւ Հայաստանի մասով եւ ինչ կարծիք ունեք այդ փոփոխությունների հետ կապված։ Շնորհակալ եմ հարցազրույցի հնարավորության համար։ Արցախյան 44-օրյա պատերազմը միայն Հայաստանի եւ Ադրբեջանի հակամարտության հետևանք չէր, այն համաշխարհային հարցերի նոր աշխարհակարգի կարգավորման հետևանք էր։ Ավելի կոնկրետ, տարածաշրջանը վերափոխելու անգլիական մտահղացման իրականացմանն ուղղված քայլ էր, որին ներգրաված են եղել տարբեր կենտրոններ, այդ թվում եւ հրեական ուժային կենտրոններ։ Այս թուրքական աշխարհի նախագիծը սկսվում է Թուրքիայից եւ կտրելով Հայաստանի հարավային մասը անցնում է Ադրբեջանով եւ Կասպից ծովով դեպի Կենտրոնական Ասիա։ Հարց է ծագում. թուրքական աշխարհի ծրագիրը ինչ կարեւորություն ունի, որ թուրքական պետական այրերն արդեն ավելի քան 100 տարի հետևում են դրան, որի մտահղացումը դրվել է Անգլիայի հրեաներից։ Թուրքական աշխարհի ստեղծման նպատակը իրականում աշխարհաքաղաքական նկատառումներ ունի։ Ընդ որում Թուրքիան ՆԱՏՕ-ի լիազորությամբ, նաև անգլիական հովանավորությամբ պետք է կարողանա զսպել այս տարածաշրջանում Չինաստանին, Ռուսաստանին եւ Իրանին եւ խոչընդոտել այս երկրների կողմից անվտանգային համակարգի ստեղծմանը։ Դրանով պայմանավորված փորձ է արվում Կովկասի եւ Կենտրոնական Ասիայի տարածաշրջաններում բոլոր էներգետիկ ենթակառուցվածքները եւ տրանզիտային ուղիների հսկողությունը տրամադրել թուրքական աշխարհի երկրներին։ Թուրքիայի վերջին տարիների գործողությունները ցույց են տալիս, որ այդ երկրի քաղաքականությունն ու քայլերը ծառայում են ՆԱՏՕ-ի եւ անգլիական քաղաքական տարածաշրջանային նպատակներին։ Նշեմ, որ վերջերս թուրքական աշխարհը կարևոր դեր խաղաց Գազայի բնակչության ցեղասպանության հարցում ու նաեւ բավական մեծ դեր ունեցավ Սիրիայում ահաբեկչական խմբավորումների հաստատման հարցում։ Թուրքական աշխարհի ստեղծման համար հարկավոր է, որպեսզի Հայաստանի հարավը Սյունիքը անջատվի Հայաստանից, որպեսզի աշխարհագրական առումով թուրքական աշխարհը միավորվի եւ իր դերը խաղա նոր աշխարհակարգի անցմանը եւ ծառայի արևմուտքի տարածաշրջանային կարիքներին։ Հետևաբար Հայաստանի եւ Ադրբեջանի միջև պատերազմը այս նպատակին ելնելով տեղի ունեցավ։ Դա պատրվակ էր, որպեսզի Հայաստանի հարավում միջանցք ստեղծվի։ Ուրեմն այդ հավանական միջանցքը կարող ենք համարել մի թուրանական միջանցք, որը պետք է ծառայի թուրքական աշխարհի եւ ՆԱՏՕ-ական էներգետիկ ծրագրերի նպատակներին։ Հետևաբար այսօր Հայաստանը գտնվում է մեջդարի աշխարհաքաղաքական բարդ կենտրոններից մեկում։ Համամիտ եմ իհարկե, որ Ղարաբաղյան պատերազմի մեջ ներգրաված էին տարբեր երկրների ուժային կենտրոններ, տարբեր երկրներ։ Մի հարց, ինչպես կմեկնաբանեք Ռուսաստանի ներգրավվածությունը այս տարածաշրջանային զարգացումներին եւ արդյոք Ռուսաստանը ունի այն թերացումները, այն սխալները, որոնց պատճառով առաջացել են այսօրվա մարտահրավերները մեր տարածաշրջանում։ Լավ հարց տվեցիք։ Իրականում Ռուսաստանը Ղարաբաղի պատերազմի ժամանակ թույլ է տվել սխալներ։ Ռուսաստանի ամենամեծ սխալն այն է, որ երկարատև հաշվարկներ չուներ Ադրբեջանի եւ Թուրքիայի նպատակների մասով եւ դրանց թիկունքում կանգնած Անգլիայի դերակատարումից։ Իրականում Ռուսաստանը ելնելով Հայաստանի հետ կապված իր մտահոգություններից եւ անհանգստություններից աշխատեց հովանավորելով Ադրբեջանին եւ ճնշում բանեցրեց Հայաստանի դեմ։ Այն դեպքում, որ այս ռուսական քաղաքականությունը լավագույն ձևով չարաշահվեց Թուրքիայի եւ Ադրբեջանի կողմից եւ հակառակ այն խոստումներին, որ Բաքուն տվել էր ռուսներին, 2023 թվականին Ղարաբաղի էթնիկ զտման ականատես է եղանք։ Եվ պատճառն այն էր, որ Թուրքիան ու Ադրբեջանը Անգլիայի ու ՆԱՏՕ-ի հովանավորությամբ նպաստում էին Ռուսաստանի վտարմանը Կովկասից։ Ռուսաստանն իր սխալներով այս իրավունքը եւ առիթ տվեց Թուրքիային եւ Ադրբեջանին։ Ռուսները լավ գիտեն, որ թուրքերը հետևում են այս տարածաշրջանում թուրանական եւ ՆԱՏՕ-ական միջանցքի ստեղծմանը, որը կկարողանա թե Չինաստանի, թե Իրանի եւ թե Ռուսաստանի համար խոչընդոտ դառնալ այս տարածաշրջանում։ Նույնիսկ այս իրավիճակում անգամ ռուսները տարածաշրջանի երկրների
հետ գործակցելու փոխարեն ու նաև չվերանայելով իրենց բացասական ազդեցությանը տարածաշրջանի եւ Հայաստանի հանրային կարծիքում շարունակում են թույլ տալ մեկ այլ ուրիշ սխալ, այն է մենաշնորհային դեր ստանձնել այսպես կոչված Զանգեզուրի միջանցքի վրա։ Ռուսաստանն այժմ ուկրաինական պատերազմից հետո հայտնվել է Միացյալ Նահանգների եւ Եվրամիության պատժամիջոցների ներքո եւ աշխարհաքաղաքական շրջափակման մեջ է հատկապես Սև ծովում։ Թուրքիան որպես ՆԱՏՕ-ի Սևծովյան ներկայացուցիչ դարդանել եւ Բոսֆորի նեղուցներում Ռուսաստանին խստորեն սահմանափակել է։ Այս առումով է, որ ռուսները աշխատում են իրենց հսկողության տակ ունենալ մի միջանցք Հայաստանի հարավում, որը միայն իրենք կկարողանան որպես աշխարհաքաղաքական մի գործիք օգտագործել եւ դիմակայել ՆԱՏՕ-ին եւ Թուրքիային։ Այնինչ այս տեսակ միջանցքի գոյությունը, որը նպաստում է թուրքական աշխարհի միավորմանը, կրկին մեկ այլ սխալ է Ռուսաստանի կողմից, որովհետեւ սա Ռուսաստանի կարճաժամկետ ռազմավարության օգտին է, իսկ երկարաժամկետ առումով ռուսական այս քաղաքականությունը ծառայում է թուրքանատոյական նպատակներին։ Այս ստեղծված իրավիճակում ինչպես պետք է գործեն Հայաստանն ու Իրանը եւ ձեր կարծիքով ինչպիսին են այսօր Հայաստանի եւ Իրանի հարաբերությունները, արդյոք բավարարում են այն քայլերը, գործողությունները, որոնք կատարում են երկու երկրները այս պահին այսօրվա մարտահրավերներին դիմակայելու համար։ Իրանը եւ Հայաստանը պատմական երկարատև ընդհանրությունների անցյալ ունեն եւ տարածաշրջանային ու համաշխարհային ներկա փոփոխություններում գոյացել են գործակցության մեծ առիթներ եւ այդ թվում սպառնալիքների դեմ միասնական դիմակայելու առումով։ Գործակցության կարևորագույն շրջանակներից մեկը հանդիսանում է երկու պետությունների ջանքերը տարածաշրջանային փոփոխությունների դեմ, մասնավորապես պանթյուրքիզմի եւ Թուրանի դեմ, որոնց նպատակներից մեկը, ինչպես նշեցի, տարածաշրջանում աշխարհաքաղաքական փոփոխություններին ընդառաջ գնալն է։ Իրանը սկզբունքային կերպով հաստատում է Հայաստանի ինքնիշխանությունը, անկախությունը եւ տարածքային ամբողջականությունը եւ հովանավորում է դա։ Իրանն այս սկզբունքային քաղաքականությունը կիրառում է բոլոր հարևան երկրների նկատմամբ։ Մենք Հայաստանի հարևանն ենք եւ գիտենք անցյալ 3 տասնամյակում Հայաստանի եւ Իրանի սահմանը մշտապես հարգվել է երկու երկրների կողմից։ Եվ Հայաստանի համար դա կոչվել է որպես հույսի սահման։ Սակայն տնտեսական տրանզիտային գործակցության աստիճանը դեռ բաղձալի արդյունքներից հեռու է գտնվում։ Մենք տարածաշրջանում ականատես ենք միջանցքների համար վեճերի եւ կռիվների։ Սա մեր շրջանում փոփոխությունների գործիքակազմ է դարձել։ Միջանցքների վեճը տարածաշրջանի վերափոխումների կարևորագույն գործառույթներից մեկն է դարձել։ Ճանապարհային միջանցքների առումով Հայաստանն ու Իրանը դրական համաձայնություններ ունեն, որոնք սակայն դեռ լիարժեք կյանքի չեն կոչվել։ Այս ոլորտում վճռական որոշման կարիք է զգացվում։ Երկու երկրների գործակցությունում նշանակալի դեր է խաղում Պարսից ծոցի եւ Սև ծովի միացման միջանցքը Հայաստանի ուղղությամբ եւ նաեւ հյուսիս-հարավ միջանցքը, որի ճյուղերից մեկը անցնում է Հայաստանով եւ Վրաստանով Ադրբեջանի կողքով։ Իմ կարծիքով Իրան-Հայաստան գործակցության ընդլայնման գործիքակազմերից մեկը Հայաստանի եւ մասնավորապես պարոն Փաշինյանի կողմից առավելագույն ջանքերի գործադրումն է։ Մասնավորապես ի կատար դարձնելու Հայաստանի տարածքում հյուսիս-հարավ տրանզիտային ճանապարհի գործարկումը։ Ընդ որում բարեբախտաբար Եվրամիության կողմից հատկացված վարկի ականատես է եղանք։ Բնական է, որ այս նախագծի իրագործումը ռազմավարական ազդեցություն է թողնելու Իրանի եւ Հայաստանի տրանզիտային եւ տարածաշրջանային գործակցության ասպարեզում եւ նպաստելու է Պարսից ծոցի եւ Սև ծովի միջանցքի բացմանը։ Մյուս կողմից Իրանի ներդրումը Արաքսի միջանցքում, որը նախատեսված է Բաքուն միացնել Ադրբեջանին, աշխատել է նվազեցնել Ադրբեջանի ճնշումները Հայաստանի նկատմամբ, այսպես կոչված Զանգեզուրի միջանցքի թեմայի պահով։ Ուրեմն տեսնում ենք մի համապատասխան փաթեթ գոյություն ունի Իրան-Հայաստան միջանցքների գործակցության առումով։ Իսկ քաղաքական ոլորտներում մեր երկու երկրների միջև լավ վիճակ է, սակայն պաշտպանության ոլորտում երկու պետությունների միջև գործակցության զարգացման կարիք է զգացվում։ Հայաստանն իր պաշտպանական հարցում դեպի Իրան առավել քայլեր պետք է ձեռնարկի։ Ընդ որում Հայաստանը տարածաշրջանի որոշ երկրների կողմից սպառնալիքների առջև է կանգնած, եւ սեփական անվտանգության եւ պաշտպանության համար բավարար չէ միայն հույսը դնել արևմուտքի վրա։ Իրականում Հայաստանը իր արտաքին քաղաքականության զամբյուղում կարիք ունի անվտանգային եւ պաշտպանական հարցերում տարատեսակ միջոցներ ներառելու եւ պետք է խուսափել միայն մեկ խաղացողի վրա հենվելուց։ Եվ հաջորդ հարցը ձեր կենտրոնը զբաղվում է Իրանի ազգային փոքրամասնությունների հետազոտությունների հարցերով եւ իրավունքների պաշտպանությամբ։ Նախ խնդրեմ մի փոքր ներկայացնեք, թե ինչպիսին է
իրավունքների պաշտպանությունը հատկապես մեզ վերաբերող հարցին, այստեղ ապրող հայերի իրավունքների պաշտպանության հարցով արդյոք պաշտպանված են, ինչպիսին է վերաբերմունքը հայ համայնքի նկատմամբ։ Մեր փոքրամասնությունների հարցերի ուսումնասիրության կենտրոնը զբաղվում է Իրանի բոլոր փոքրամասնությունների, այդ թվում նաև իրանահայերի հարցերով։ Այդ աշխատանքների արդյունքներն ամփոփված են կենտրոնի կայքէջում։ Հայկական բաժնում ինչպես իրանահայերի, այդպես էլ Ղարաբաղի եւ եվրոպական երկրների հայերի հարցերով զանազան աշխատանքներ եւ վերլուծություններ կան։ Իրանի սահմանադրությամբ պաշտոնապես ճանաչված են կրոնական փոքրամասնությունները, որոնք ունեն իրենց քաղաքական, կրոնական, քաղաքացիական, տնտեսական եւ մշակութային իրավունքները։ Իրանի փոքրամասնություններն ունեն ընտրելու եւ ընտրվելու իրավունք։ Օրինակ, իրանահայությունը ունի 2 падգամավոր Իրանի խորհրդարանում։ Հայերը կարող են ունենալ իրենց կազմակերպությունները, հաստատությունները, միությունները։ Իրանի կառավարությունն իր բյուջեում փոքրամասնությունների համար մասնաբաժին է հատկացրել։ Փոքրամասնություններն իրենց սեփական ներքին հարցերում, ինչպիսին են օրինակ ժառանգության, ամուսնության, սեփականության հարցերում իրավունք ունեն իրենց կրոնական օրենքներով ու ավանդույթներով առաջնորդվել։ Իրականում փոքրամասնությունների հարցերի ուսումնասիրության կենտրոնը այս ոլորտների վերաբերյալ դիտորդական ուղղվածություն ունի։ Եվ մեր կենտրոնը հետամուտ է լինում այդ փոքրամասնությունների իրավունքների իրագործմանը։ Մեր կենտրոնը սերտ հարաբերություններ ունի նաև հայկական տարբեր կենտրոնների հետ։ Նշեմ, որ Իրանում ապրող հայերի կողմից իրենց իրավունքների հետ կապված բողոքների եւ դժգոհությունների ականատես չենք եղել։ Դա Իրանի դրական հիմնակետերից է, որը բխում է դարերից եկած փոքրամասնությունների հետ համակեցությունից եւ մարդու իրավունքների իսլամական առաջադեմ հայացքներից կապված փոքրամասնությունների հետ։ Մենք անդրադարձել ենք նաեւ Ղարաբաղում հայերի էթնիկ զտմանը, մասնավորապես այս առումով առանձնացնեմ Հայաստանի դիմումը մարդու իրավունքների միջազգային դատարան։ Ադրբեջանի գործողությունները միջազգային օրենքներով դատապարտված է։ Ադրբեջանի այն պնդումը, որ պետք է հետ կանչել միջազգային բողոքներն ու դիմումները, ելնում են դրանից, իրենք գիտակցում են, որ եթե միջազգային դատավարությունները շարունակվեն, ապա արդյունքները Ադրբեջանի դեմ են լինելու եւ Բաքուն պատասխան է տալու Ղարաբաղի հայերի էթնիկ զտման համար։ Այդ նպատակով Ադրբեջանը փորձում է տարատեսակ խոչընդոտներ ստեղծել այդ դատավարությունների համար։ Ես այս պատեհ առիթից օգտվելով կոչ եմ անում հայերին ու մյուս փոքրամասնություններին անկախ բնակության վայրից իրենց հետ կապված հարցերով եւ խնդիրներով դիմեն մեզ։ Ես կխնդրեի նաև մեկնաբանեք, որ օրեր առաջ Իրանը զորավարժություններ անցկացրեց Ադրբեջանում, ավելի կոնկրետ օկուպացված տարածքներում Ղարաբաղի, ձեր կարծիքով արդյոք դա հնարավոր է, որ ազդեր հայ-իրանական հարաբերությունների վրա կամ ընդհանրապես ինչպես կմեկնաբանեք այդ զորավարժությունները։ Իրանի սկզբունքային քաղաքականությունն է տարածաշրջանային ամրապնդումը, որոնցից մեկը թմրանյութերի դեմ պայքարը, սահմանային պաշտպանությունը, անօրինական գործողությունների դեմ։ Մենք կարևոր զորավարժություններ ունեցանք Իրանի եւ Հայաստանի զինված ուժերի հետ, որի նպատակն էր սահմանային սպառնալիքների չեզոքացումը։ Դրանից հետո մի զորավարժություն էլ ունեցանք Ադրբեջանի հետ։ 44-օրյա պատերազմից հետո Իրան-Ադրբեջան սահմանի ավելի քան 100 կիլոմետր երկայնքով նոր իրողություններ են առաջացել, որտեղ անվտանգային ապահովման եւ երկու երկրների միջև գործակցության կարիք էր զգացվում։ Իհարկե, Ադրբեջանի կողմից առաջարկված համատեղ զորավարժության նպատակներից մեկն այն էր, որպեսզի ցուցադրեին մեզ, որ որևէ իսրայելական ուժեր այդ շրջաններում չկան։ Սա մի կանաչ լույս էր Ադրբեջանի կողմից փարատելու համար Իրանի անվտանգային ու քաղաքական մտահոգությունները այդ շրջաններում Իսրայելի քայքայիչ ներկայության։ Իհարկե, Իրանը այդ հարցին միայն զորավարժություններով չի նայում, նկատի ունենալով Իրանի բազմաթիվ փաստերը, որոնք վկայում են Իսրայելի ռեժիմի ներկայությունը Ադրբեջանի զանազան վայրերում։ Ու տեղյակ ենք Իսրայելի ռեժիմի հետ Ադրբեջանի լայնածավալ գործակցությունից, այդ թվում առանձնահատուկ արտոնությունների մասին, որոնք Բաքուն կիբեռնետիկ, ուժային ու անվտանգության ոլորտում տրամադրել է այդ ռեժիմին։ Իսրայելի ներկայությունը Հարավային Կովկասում եւ Ադրբեջանում լուրջ սպառնալիք է։ Իհարկե, Իրանը այս զորավարժության պահով ադրբեջանական ելակետով սպառնալիքների վերացման եզրահանգումներ չի կատարել։ Այս զորավարժությունների նպատակը եղել է կանխել մաքսանենգությունը, թրաֆիկինգը, սահմանային անօրեն հատումները եւ պայքարը թմրանյութերի տեղաշարժերի եւ ահաբեկության դեմ։ Իրանը միտված է ամրապնդելու երկու երկրների սահմանային գործակցությունը։ Այս առումով Իրանի կողմից ռազմական եւ պաշտպանական ակնհայտ առաջարկները ներկայացված են Հայաստանի Հանրապետությանը։ Այս տեսանկյունից Իրանը բարենպաստ պայմաններ է առաջարկել, որից Հայաստանը կարող է իր շահերից ելնելով լավագույնը օգտագործել տարածաշրջանային ուժային բալանսը պահպանելու համար։
Ոնց եք վերաբերում պարոն Կազիմի Սյունիքում երբ տարբեր երկրներ հյուպատոսություններ են բացում, մասնավորապես Ֆրանսիան արդեն հյուպատոսություն է բացում, Իրանը ունի այնտեղ հյուպատոսություն, ընդհանրապես Սյունիքի նշանակությունը ինչպես եք գնահատում։ Հայաստանի հարավը, հատկապես Սյունիքի մարզն ունի իր աշխարհաքաղաքական կարևորագույն նշանակությունը Հարավային Կովկասում, որտեղ իր դերակատարությունն ունի Իրանից Վրաստան տանող միջանցքը։ Նույն ինքը հարավ-հյուսիս ճանապարհը Պարսից ծոցից դեպի Սև ծով միացնող միջանցքներով։ Սյունիքի մարզը իր հատկություններով կարևոր դերակատարություն ունի տարածաշրջանային երկրների համար եւ բնականաբար Սյունիքը բոլոր երկրների ուշադրության կենտրոնում է հայտնվել։ Մենք ապագա հեռանկարի մեջ այս տարածաշրջանում տնտեսական եւ մարդկային հարաբերությունների ընդլայնման ականատեսն ենք լինելու։ Հյուպատոսությունների գործառույթը իրականում տնտեսական եւ առևտրական հարաբերությունների պարզեցումն է եւ ակնհայտ է, որ այս ուղղությամբ են աշխատելու իրենց երկրների համար։ Այս տեսանկյունից Սյունիքում Ֆրանսիայի հյուպատոսության բացումը Իրանը բնական է համարում եւ համոզված է, որ ապագայում տարբեր երկրներ դրա ցանկությունը կունենան։ Հայաստանում Ֆրանսիայի դեսպանի ռեակցիան ճակերտների մեջ ասած արևմտյան Ադրբեջանի կեղծ թեզի մասին, որը հնչեցրել էր Իլհամ Ալիևը, ցույց է տալիս, որ Ֆրանսիան որպես եվրոպական կարևորագույն երկրներից մեկը խիստ մտահոգված է Ադրբեջանի ծավալապաշտական նկրտումներից։ Սա հիմնավորում է նաև իմ կողմից ներկայացված թուրքական աշխարհի բանավեճի հիմնավորումը։ Ֆրանսիան նաև թուրքական աշխարհի տարածքային նկրտումներից նույնպես մտահոգված է, որովհետև նույն ինքը Ֆրանսիան մեծ վնասներ է կրել Օսմանական Թուրքիայի կողմից եւ բնական է, որ Ֆրանսիան այս հարցում պետք է զգայուն լինի։ Ես համոզված եմ, որ ներկայումս Իրանը եւ Ֆրանսիան նաև Եվրամիության երկրները իմ կողմից ձևակերպած 10 նշանակալի ոլորտներում Կովկասի տարածաշրջանում եւ Հայաստանում ընդհանուր շահեր ունեն։ Այս նշված ոլորտներից մեկը տարածաշրջանային երկրների, ինչպես նաև Հայաստանի տարածքային ամբողջության խնդիրն է։ Ես անցյալ ամիս Հայաստանի ամերիկյան համալսարանում արծարծել եմ սույն 10 ոլորտների մանրամասնությունները, որտեղ նշված են, թե ինչպես պետք է լինի Իրանի եւ Եվրամիության երկրների միջև գործակցությունն այս տարածաշրջանում։ Այս իմ մատնանշած մի քանի կարևորագույն կետերը տեղադրված են մեր կայքում նաև։ Շնորհակալություն պարոն Կազիմի, ես հիշեցնեմ, որ սա օրվա թեման էր, իմ զրուցակիցը դոկտոր Ահմադ Քազեմին էր, Իրանի փոքրամասնությունների իրավունքների հետազոտության կենտրոնի ղեկավարը, Բեհեշետի եւ Թեհրանի կենտրոնի համալսարանի դասախոս, ինչպես նաև Կովկասյան տարածաշրջանի հարցերի փորձագետ։ Կհանդիպենք առայժմ։